Ողջույն, դուք դիտում եք ուրիշ ֆուտբոլը եւ մենք գտնվում ենք Կրայովայում։ Մինչ դուք կբաժանորդագրվեք եւ լայք կդնեք ուրիշ ֆուտբոլ YouTube-յան ալիքին, մենք կգնանք ունիվերսիտետային նախախաղային ասուլիսին եւ մարզմանը։ Իսկ դրանից հետո արդեն Նոայի նախախաղային մարզումն ու ասուլիսը։ Գնացինք։ Կրայովայի ֆուտբոլիստի եւ մարզչի ասուլիսը ընթացավ միայն ռումիներենով։ Այդ իսկ պատճառով ձեզ եմ ներկայացնում միայն իմ հարցը, որը միակն էր, որը հնչեց անգլերեն եւ ստացանք անգլերեն պատասխան։ Ռոբերտ Մարկոսյան, ուրիշ ֆուտբոլ։ Պարոն մարզիչ, ինչ սպասելիքներ ունեք վաղվա խաղից եւ ինչպես կբնութագրեք Նոան որպես մրցակից։ Ինչպիսինն է։ Ես գիտեմ, որ երկու թիմերի համար էլ վաղը հեշտ խաղ չի լինելու։ Մի խաղ է լինելու, որի ընթացքում երկու թիմերն էլ ցանկանալու են գոլ խփել։ Երկու թիմերն էլ շատ լավն են իրենց դրսևորում պաշտպանության եւ հարձակողական անցումային փուլերի ժամանակ։ Կիսապաշտպանության գծում արագաշարժ ֆուտբոլիստներով, ովքեր կարող են որոշել խաղի ելքը։ Անկախ նրանից, որ արտաքնախաղերում վերջին շրջանում թիմը պարտություններ չի ունեցել, ես նայել եմ վերջին 16 հանդիպումները, որպեսզի տեսնեմ նաև ֆուտբոլիստներին, ովքեր ստանդարտներից գոլեր են խփում։ Շատ հետաքրքիր խաղ է սպասում, եւ իմ կարծիքով Նոան արժանի էր խաղալու Եվրոպա լիգայի փուլում։ Նախախաղային ասուլիսից հետո մեզ լրագրողներիս համար ասավ սրճային դադարի ժամանակը, ինչից հետո գնացինք նախախաղային մարզումը դիտելու։ Առանձնապես հետաքրքիր բան խաղադաշտում տեղի չէր ունենում, ավելի գրավիչ էր տունելը, որով ֆուտբոլիստները վաղը պետք է դուրս գան խաղադաշտ։ Հա տեսնում եք Կրայովայի մարզադաշտը։ Ամեն ինչ ընթանում էր ըստ նախագծված պլանի եւ ֆուտբոլիստները իրենց նախախաղային մարզումն էին անցկացնում, որի առաջին 15 րոպեները բաց էին մեդիայի ներկայացուցիչների համար։ Բարեձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի եւ կիսապաշտպան Կապիտո Օշիմայի նախախաղային մամուլի ասուլիսը ունիվերսիտետի Կրայովայի հետ խաղից առաջ։ Սկզբում հարցերը տալ ֆուտբոլիստին, քանի որ պետք է միանա մարզման, իսկ հետո արդեն գլխավոր մարզչին. Good evening everyone. We're starting the pre-match press conference for the Universitete Craiova Noa match. Please first ask the questions to the player as he has to join the training session, and then you can ask your questions to the head coach. Մարինա Խաչատրյան, Ազատություն։ Օշիմա, դուք նախքան Նոա տեղափոխվել խաղացել եք ձեր մրցակցի թիմում։ Կուզեի մի փոքր նրանց մասին ասել, խոսեք եւ որն են նրանց այն ուժեղ կողմերը, որոնց ձեր թիմը պետք է ուշադրություն դարձնի վաղվա խաղում։ Շնորհակալություն։ So, this question is for you. So, before joining Noa, you were playing in Universitete Craiova. What can you say about the club, the previous club, and also any strengths that you need to know about before tomorrow's match? First of all, hello everyone. Of course, they are a very good team, as everybody knows. Especially transition after the losing the ball, they recover the ball very quick, and yeah, that's the strong point for the Craiova, in my opinion. Նրանք հատկապես ուժեղ են, երբ դուք գործում ես գնդակը, նրանք գնդակի կառավարումը վերցնում են իրենց վրա։ Yeah, that's it. Okay. Արման Աբելյան, Fast Media։ Ակուտո դուք շատ լավ խաղացիք Ռիեկայի դեմ առաջին տուրում։ Դա ձեր առաջին խաղն էր Եվրոգավաթների հիմնական փուլում ձեր կարիերայում։ Ինչ զգացողություններ ունեիք, արդյոք մակարդակը շատ բարձր էր։ So, the question is that you played very well on match day 1 against Rijeka, and it was especially as your first game, and
For me, every game is the same feelings that I have to do my best for the team, and I believe that I will do my best and I can show myself in front of everybody. And I just trying to do my best for the team. This is what I always say to myself. Ես ինքս ինձ միշտ ասել եմ, որ ես պետք է ամենալավը անեմ թիմի համար, ամեն խաղին ես նույն կերպ եմ զգում, փորձում եմ լինել ամենալավը թիմի համար եւ տալ ամեն ինչ, եւ հավատում եմ դրան եւ փորձում եմ բոլորի առաջ դա ցույց տալ։ Հարցեր։ Բարբարա Հայրապետյան Արբանպրես լրատվական, ես կխնդրեի, որ Օշիման ասեր, թե սրա ինչ կարող է լինել Նորայի հաղթաթուղթ այս խաղում, որովհետեւ շատ լավ մեկնարկ են ունեցել Երևանում, ամեն ինչ շատ հաջող էր։ Եվ երկրորդ հարցս պիտի խնդրեմ, որ համեմատի Հայաստանի առաջնությունը եւ Ռումինիայի առաջնությունը, որն է որակական տարբերությունը երկու առաջնությունների։ So the first question is that we have had already a very good start playing home. So what do you think that will be the winning card, let's say, for Noah's victory tomorrow? I cannot say anything now. Let's see tomorrow after the game. But we come here for the win, so even I play for the Craiova, doesn't matter for me. Just we do our best, and we have to win this game, and we will step forward. Առաջին հարցի պատասխանը չեմ կարող հիմա այդ հարցին պատասխան տալ, վաղը ամեն ինչ կիմանամ։ Մենք գալիս ենք հաղթելու համար եւ կապ չունի ես նոյում եմ խաղում թե խաղացել եմ Կրայովայում, բոլոր դեպքերում ինքը կլիներ, մենք գալիս ենք հաղթելու համար եւ փորձում ենք տալ մեր ամենալավը թիմին։ And the second question is, how would you compare the quality of the Armenian League and the Romanian League? Yes. For me, Armenian League is more tough than what I expected, and if you compare Romanian League is a little bit different. That Romanian League are more high intensity, but Armenian League is not easy. So this is how I feel. Ինձ համար հայկական առաջնությունը ավելի դժվար էր, քան ես սպասում էի, եթե համեմատեմ հայկական առաջնությունը ռումինական առաջնության հետ, ռումինական առաջնությունը ավելի ինտենսիվ է, բայց ես չէի սպասում, որ հայկական առաջնությունը այսպես կգործի։ Any questions? Since you left our team, did you keep the contact with other players that we have here? Yes, of course. My teammate who left, I didn't message, but who left here, who is still staying here, we keep in touch often. Da, cu siguranță v-am ținut legătura cu marea majoritatea foștilor colegi pe care am avut aici la Craiova. Minister, ai spus punctele sale de Craiovei? Sorry, we have to say. Լրագրողի հարցը հետևյալն էր, Տակուտով, ինչ լքել եք Կրայովան, կապը պահպանել եք որևէ խաղացողների հետ, պատասխանը այո իհարկե, ով դեռ այստեղ է, ես իրենց հետ բոլորի հետ, ոմանցի հետ կապ պահպանում, իսկ ովքեր լքել են, ոչ։ Minister, ai spus punctele slabe ale Craiovei? Did you tell your coach the weak parts of Universitatea Craiova? To be honest, no. Ca să fiu sincer, nu. Because I want to play against them as a fair, If I tell him everything, then I feel like I cannot play fair, with good emotion. Pentru că noi dorim să jucăm foarte cinstit cu toții cu cărțile de față în meciul cu Universitatea Craiova. Și nu pot să fac altfel lucrul acesta. Լրագրողի հարցը հետևյալն էր, արդյոք Մարշչին տեղեկացրել եք ձեր նախկին թիմի թույլ կողմերի մասին, պատասխանը ոչ չեմ ասել, որովհետև ցանկանում եմ խաղալ արդար խաղ, եթե ամեն ինչ ասած լինեի, դա այդքան էլ արդար խաղ չէր լինի։ Cum va fi răvădarea cu foștii colegi și cu publicul craiovean? How it will be for you to see each other with your ex-colleagues from Universitatea Craiova and to see again the fans of our team here in Ianoverenco. This is
it will be the first time for me that I play against with my ex team, and yeah, this is also special moment that I play against also best friend who I played with. So yeah, let's say I have really special feelings. Este un moment foarte special pentru mine și mă bucur foarte mult că vom, în primul rând, pot să mă revăd și cu foștii colegi și să revăd și publicul de pe Ion Obrăneanu, deci da, e un sentiment special pentru mine. Լրագրողի հարցը հետևյալն է, ինչ է կարծում, ինչ զգացմունքներ կլինեն եւ ինչ կլինի նորից տեսնել նախկին թիմակիցներին, նախկին թիմի երկրպագուներին, ինչ զգացողություններ կունենաք։ Պատասխանը հետևյալն էր, առաջին անգամ է որ խաղալու եմ իմ նախկին թիմի հետ, ինձ համար շատ յուրահատուկ զգացմունքներ եմ տեսնել թե իմ լավագույն ընկերներին, թե նաեւ երկրպագուներին, կարծում եմ որ շատ յուրահատուկ զգացմունք է դա։ Vreau să te întreb dacă ai avut nostalgie în momentul în care ai venit astăzi la stadion, pentru că în mod obișnuit intrai în celălalt vestiar, celălalt gazdelor. Astăzi a fost altfel. Have you been nostalgic coming back to Ion because now you are in another locker room, the away locker room, and not the home locker room that you were used to be when you were playing with Universitatea Craiova? Of course, I missed this stadium, amazing stadium, good fans, especially fans. Desigur că mi este dor foarte mult de acest stadion și în mod special de către suportul Universității Craiova. And I know how fun it will be. Știu cum vor fi suporterii aici, la meci. Yeah, but unfortunately they are against us. But I hope they welcome me and I will be happy to play in front of the big fans. Din păcate pentru noi, cu siguranță ei vor fi împotriva echipei noastre, dar sper să mă primească bine pe mine și este ca întotdeauna o bucurie să mă revăd cu ei. Լրագրողի հարցը հետևյալն էր, տակտոկան որևէ նոստալգիկ զգացողություններ խաղալու այս մարզադաշտում, քանի որ այս անգամ արդեն հյուր թիմի հանդերձարանում եք լինում։ Պատասխանը իհարկե կարոտել եմ այս մարզադաշտը, շատ լավ մարզադաշտ է, հատկապես կարոտել եմ երկրպագուներին, որովհետև շատ լավ միջավայր է մեզ սպասվելու, բայց նաև սպասում եմ, որ մեզ լավ կընդունեն եւ կխաղամ իրար։ Te-ai despărțit de Universitatea Craiova în vară, ai plecat de puțin timp. Te gândeai că o să revii atât de repede și mai ales în calitate de adversar? You left in the summer, Universitatea Craiova. Were you thinking that you were going to rejoin here the stadium and to play against the Universitatea Craiova so fast at this time? To be honest, no, I didn't think that I will come back here again. Ca să fiu sincer, nu m-am gândit că mă voi reîntoarce aici la Craiova. And especially we play against each other. Și în special că vom juca unii împotriva celorlalți. Yeah, this is what makes me surprised. Asta mă face pe mine să fiu surprins din acest punct de vedere. But at the same time, I was happy to play against Craiova and to come back here again. Dar în același timp sunt foarte bucuros că pot să joc împotriva Universității Craiova și că mă pot reîntoarce. Լրագրողի հարցը հետևյալն էր, երբ ամառը լքեցիք ակումբը, Ունիվերսիտետի Craiova ակումբը, ինչ եք կարծում այսքան արագ կվերադառնաք այստեղ եւ այստեղ խաղ կխաղաք։ Պատասխանը ոչ, անկեղծ չի կարծում, որ կվերադառնայի, հատկապես նրա այս թիմի դեմ խաղալու։ Ինձ համար շատ անսպասելի էր, բայց ես նաեւ շատ ուրախ եմ վերադառնալ այստեղ։ Dear colleagues, Takuton to join the team. Last question. Cu cine îți dorești să faci schimb de tricouri și de ce cu Liezuri? Which player do you want to make the change with the t-shirts at the final of the game and why Uri? Yes, simple question. Da, e o întrebare simplă. He is my best friend. Este cel mai bun prieten al meu, Liesuri. I've been spending time with him like all the time, almost every day. Am petrecut foarte mult timp cu Liesuri când eram aici la Universitatea Craiova, chiar în fiecare zi. When I go somewhere, I always call him. When he goes somewhere, he always call me. De fiecare dată când eu mă duceam undeva, îl sunam pe el să vină și viceversa se întâmpla de asemenea. Same time like with Anzo also. Și de asemenea și cu Anzo. These three always together, so I am really happy to see them again. Da, noi trei, eu cu Uri și cu Anzo, ne petreceam foarte mult timp împreună și mă bucur foarte mult să mă revăd cu ei la Craiova.
հարցը հետևյալն էր, որ խաղացողի հետ հակառակորդ թիմից կփոխանակվեի խաղաշապիկներով եւ ինչու դա կլիներ DS ուղին։ Պատասխանը նա իմ լավագույն ընկերն է, մենք շատ ժամանակ ենք միասին անցկացնում եւ միշտ իրարից տեղյակ ենք, միաժամանակ նաեւ մոտ եմ Անզորի հետ, մենք երեքս միշտ իրար հետ կապի մեջ ենք եւ այո, իր հետ կփոխանակվեի։ Thank you. Պարոն Բերկովիչ, Նոայի նախորդ երկու մրցակիցները Եվրոպայում Ինչպես հասկացաք Տակուտո Օշիմայի նախախաղային ասուլիսից, հարցերը բավական միօրինակ էին եւ ռումինացի լրագրողներին ուզում էր միայն արծը, թե ինչ հիշողություններ ունի Տակուտո Օշիման այստեղի հետ եւ ում հետ է կապ պահում։ Իսկ Սանդրո Պերկովիչին ուղղված հարցերից մեկը վերաբերում էր այն բանին, թե արդյոք Տակուտո Օշիման ստանում է կրկնակի բարձր աշխատավարձ Նոայում, ինչին Սանդրո Պերկովիչը հրաժարվեց պատասխանել եւ ակնարկեց, որ դա շատ սպորտային տնօրենի գործն է, այլ ոչ թե իր։ Սանդրո Պերկովիչի նախախաղային ասուլիսի ամբողջական տարբերակը կարող եք դիտել Նոայի YouTube-յան ալիքում, իսկ մենք գնում ենք նախախաղային մարզումը դիտելու, քանի որ այստեղ այլևս անելիք չունենք։ Կրայովան լավ թիմ է, որոշ բարձր որակի խաղացողներով, նրանք շատ լավ մրցաշրջան են խաղացել ինչպես։ Նոայի նախախաղային մարզումը եւս ընթացավ նախատեսված պլանի համաձայն, առաջին 15 րոպեները եւս բաց էին մեդիայի ներկայացուցիչների համար, մենք մի փոքր դիտեցինք մեր թիմի նախախաղային մարզումը եւ տեսանք, թե ինչպես է նաեւ գնդակետ վարվում Սանդրո Պերկովիչը, ով ընթացքում նաեւ փոխանցումներով փոխանակվում էր իր ֆուտբոլիստների հետ։ Եղանակը Ռումինիայում բավական լավն է, թեև վաղը ավելի շատ անձրևի հավանականություն կլինի։ Հուսանք խաղի ժամին, որը տեղական ժամանակով 22:00 է, հուսանք եղանակային պայմանները եւս բարենպաստ կլինեն, վստահ եմ, որ տրիբունաներից աջակցությունը մեր թիմին էլ ավելի եռանդուն եւ ուժգին է լինելու, քան նախորդ խաղերում եւ Նոայի ֆուտբոլիստները կկարողանան իրենց լավագույնս դրսևորել։ Դե ինչ, հաջողություն մաղթենք Նոային Կրայովայի հետ խաղում, սպասենք վաղվա հանդիպմանը եւ իհարկե հետևենք ուրիշ ֆուտբոլ YouTube-յան ալիքին, դնենք լայք այս վիդեոին, միացնենք զանգակը, որպեսզի մենք նորից հանդիպենք։ Առաջ Նոա, առաջ դեպի երկրորդ հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայի փուլում։ Գնացինք։ Եվ իհարկե շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր դիտեցին այս տեսանյութը մինչև վերջ։